զինուժի հետ կապված, հրավատան գիրերի հետ կապված, տարբեր գործիքների հետ կապված, կարող է քննիչի կողմից կամ օպերատիվ աշխատողների կողմից որևէ թյուրիմացություններ, որևէ բաների անտեսում կամ եւ այլ, բայց մեծ հաշվով նպատակների, ծրագրերի, առարկաների, բուն էության սպասվելիք ահաբեկչական գործողությունների վերաբերյալ բացառվում է այդպիսի բան, եթե չասեմ 99, ապա նվազագույնը 90-95%-ի ճշգրտությամբ նախնական եմ ասում։ Դե հիմա տեսեք, ընդդիմությունը ոչինչ չի ասում այդ ահաբեկչական արարքների մասին, տերորիստական գործողությունների մասին, եւ վերում է կանգնեցնում է մարդկանց, ասենք թե քննչական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Համբարձումը, գեներալ, գիտեք, ոտից գլուխ կաշառակեր, կոռումպացված, որ հայտնի է առնվազն 100 գործ սարքելով։ Դուք մոռացել եք, որ նախորդ նախագահների ժամանակ 0-ից մինչև 3 տարի կալանքը խափամամիջոցի որոշում էր Բաղրամյան 26-ում։ Թե նախագահի օգնական իրավական հարցերով Գևորգ Կոստանյանը, թե նրան նախորդած փոխնախոստիկանապետ կար, որ սպանեցին տան մուտքի մոտ Մեհերյան, եւ թե ԱԱԾ-ի տնօրեն նշանակված մի քանի ժամ դատախազությունում աշխատած գնդապետի կոչում ստացած Գյորգի Կուտոյանը, որոնք պարզապես զեկուցում էին օրվա ղեկավարներին եւ 0-ից 3 տարի կալանք իրենք են որոշում։ Կատարած ոչ նույնիսկ գործողությունների համար։ Մոռացել եք գործերը ոնց են սարքում։ Ռոյալ Արմենիայի սուրճի հետ կապված Հակոբյանի հանդեպ դատավորին ոնց արտարդատության խորհուրդը դրեց, չէ, Պարքև Օհանյանին եւ միանգամից հեռացրեց, թե ինչա ձերբակալություն կալանք չի տվել։ Եվ այսպիսի բազմաթիվ խնդիրներ։ Հիմա ինչ եք ուզում ասեք։ Դուք մոռացել եք Արկադի Վարդանյանը Մոսկվայից որ եկավ այստեղ հակապետական, հակաիշխանական ցույցեր էր անում, ինչ կատարվեց նրա հետ 2002 թիվներ, չէ՞ կարծեմ։ Հեռաց ամբողջ ունեցվածքը ձեռքից խլեցին, տարան ԱԱԾ-ի նկուղ եւ այնտեղից հեռացրեցին Ռուսաստան եւ այսպիսի բազում, այլևս չեմ խոսում սպանություններից, այլևս չեմ խոսում տարբեր կարգի մոտեցումներից, ազգային ժողովի падգամավորներ, որոնք ունեին մի քանի սպանությունների ուրեմն դրվագներ, սակայն ոչ մի խնդիր եւ այսպես շարունակ։ Հիմա իմ ասելիքը սա է, որ փորձում են ամեն կերպ ներքաշել մարդկանց, որոնք ունեն մեղմ ասած, մեղմ եմ ասում առայժմ, բարի կերպար, պետությանը չեն վերաբերվել թալանով եւ փորձել են ամեն կերպ աջակից տնել մեր ժողովրդի բարեգործական ծրագրերին, ինչու չնայել ունենալով ներդրումների լուրջ փաթեթ Հայաստանի Հանրապետությունում։ Նկատում եք Սամվել Կարապետյանին։ Պայման պիտի նկատում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև այդպիսի մարդուն ներքաշել քաղաքական խարդավանքների եւ ինտրիգների մեջ երիցս նզովյալ պիտի լինեն ներքաշողները, երիցս անիծված պիտի լինեն թե եկեղեցու հոգևոր դասի ղեկավարությունը եւ թե նախորդ իշխանությունների ուրեմն քաղաքական ղեկավարությունը, որոնք այսօր հանձինս այս падգամավորների կարող եմ ասել սրանք շարքային քաղաքական ջեպկիրներ են։ Նկատում եք եկեղեցին է Սամվել Կարապետյանի ներքաշել այս քաղաքական Ես գիտեք մի քիչ ձեռնպահ կմնամ առայժմ հստակ հայտարարություններ անելուց, բայց ես պիտի ասեմ, որ այն երկու հայտարարությունները, որը կատարել է Սամվել Կարապետյանը, ունեմ դաբլ մոտեցում, կրկնակի ստանդարտներով մոտեցում։ Երբ որ նա դուրս եկավ Մայրաթոր Սուրբ Երկնածից եւ ասեց, եթե ես միշտ կանգնած եմ եղել հայ եկեղեցու կողքը, նա պիտի շարունակի ասել, ես լինելով հայ եկեղեցու հավատավոր, առաքելական եկեղեցու հետևորդ, ես միշտ պիտի իմ, չգիտեմ, բարեգործական ձեռնա, ասինքն ինքը վեհարանը վերանորոգել է, Մայրաթորը վերանորոգել է, Գարեգին երկրորդի համար, թե հավատավոր հոտի համար։ Ես դրա համար եմ ասում, այո։ Եվ ասել, որ մենք էլ մեր ձևով կմասնակցենք, ես ուզում եմ սա բաժանել երկու մասի։ Եթե նա ասել է, որ մենք կարող ենք լինել moderator, կամ ասենք այնպես կանենք, որ այս թնջուկը ավելի խոր արմատներ, մետաստազներ չունենա, չի բացառում, որտեղ ես գտնում եմ, որ Սամվել Կարապետյանը ցարտ համարվում է մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկը, հեղինակություն ունեցող, որի վրա չկան
քրեական գործեր, որի վրա չկան սպանություններ, որի վրա չկան տերորիստական ակտեր եւ այլն։ Եվ երկրորդը, եթե նա այդպես նկատի ուներ կանգնել անվարան վեհապարի կողքը, իհարկե ես դա մերժում եմ եւ դատապարտում եմ։ Իսկ երբ անմիջապես հետևեց նրա տան շեմին խուզարկություններ ներս մտնել եւ դուրս գալուց նա ասեց ես թքած ունեմ եւ հեծերի վրա էլ եւ բաշխիչ ցանցերի վրա էլ եւ իրենց վրա էլ ես սա դարձյալ կպիտի բաժանեմ երկու մասի, որովհետեւ գիտեք ինչ մարդ, որ ես էլ շատ դեպքերում իմ զավակին կարող եմ ասել դե գիտես ինչ արել եմ քո համար ես կներեք արամարում եմ եւ այլ միգուցե Սամվել Կարապետյանի բառապաշարը կամ բառամթերքը այնպես եղել որ վրթոված է եղել դե մտել են տուն ոչ թե քաղաքական ենթատեքստ ոչ մտել են տուն եւի թորն եւի զավակ եւի կին դե բնական է այդպես էլ պիտի վրթոված ասել եւ վերաբերմունքից կարող է միայն իրեն հրավիրել եւ այլ Սակայն ուղարկված մեսիջները Արմավի քրեակատարողական հիմնարկից եւ ԱԱԾ Երևան կենտրոն մեկուսարանից կարծեք թե հակառակն են ապասում։ Փորձում են Սամվել Կարապետյանին օգտագործել որպես ուրեմն վահան։ Փորձում են Սամվել Կարապետյանի իմիջը հարգանք հեղինակությունը օգտագործել մասաներին ուրեմն հանելու համար պետության կամ կառավարության դեմ։ Եվ այդ նպատակով օգտագործեն եւ Տաշիր պիցա ընկերությունների ողջ ցանցը եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի ողջ անձնակազմը եւ այլ։ Իշխանությունը դրանք արդեն իր ձեռքը վերցրեց կարծես թե։ Ախր չէ, խոսքս վերաբերում է շարքային աշխատողների։ Ախր շատ խորն է, տեսեք։ Այս ձեռագիրը, սա նոր ձեռագիր չի, սա ավելի քան 30 տարվա ձեռագիր է։ 1994 թվականի մայիսի 2-ին իր տան շեմին գիշերը ժամը 2:20 գնդակահարվեց Հայ հեղափոխական դաշնակցության լավագույն տղաներից մեկը իմ հրաշալի ընկեր լուսահոգի Գագիկ Սահակյանը, կներեք Գագիկ Սաֆարյանն ուզում ասեի, քանի որ այդ ժամանակ այդ ապահովական խորհրդում երկու հոգի Գագիկ էին, երկուսին էլ ասում են Դաշնակ Գագո, եւ իրեն էին ասում Դաշնակ Գագո եւ ինձ էին դիմում այդպես։ Բայց ավելի շատ իրեն, որովհետեւ ինքը ավելի հեղինակավոր էր այդ օրերին, եւ պարզվեց, որ դա կատարվել է դրոկառույցի միջոցով, այնուհետեւ Արմենակ Մնջոյանը կարծեմ բանտում մահացավ, հայրը եւ օրվա ազգային անվտանգության ծառայության տնօրեն Դավիթ Շանազարյանը իմ ընկերը դրա մասին շատ լավ գիտի եւ նա պիտի չլռի այս օրերին եւ ինքը գիտի որ սա եղել է կազմակերպված որ սրա թիկունքին կանգնած եղել հայտնի քաղաքական ուժ այնուհետեւ բազում ահաբեկչական գործողություններ ես մի անգամ կարծեմ Գագիկ Սահակյանի ծննդյան 50-ամյակի ելույթ ունեցա կամերան երեշտության տանը եւ ասացի, որ եթե դաշնակցությունը ուզում է հետեւողական լինել Գագիկ Սահակյանի սպանության մեջ, որպեսզի այդ խարանը իրեն չկպնի, պիտի մինչեւ սկզբունքային պայքար տանի բացահայտելու համար։ Դարձյալ իմ հրաշալի ընկեր Վահան Հովհաննիսյանը գիշերը զանգեց, ասեց, այդպես մտերմիկ տոնով գագաս էր ասում, ասեց, ախր մի խորացի, քո ինչի դա պետք։ Դու գիտես, որ Գագիկը մեր լավ ընկերն է եղել, դու ես մեր լավ ընկերը, կարծես թե քո հայտարարությունը անպատասխանատու է, բայց ասեց ես ոչ թե անպատասխանատու հայտարարության համար եմ զանգել քեզ, այլ քեզ ասում եմ քո համար, որովհետև ես քեզ շատ սիրում եմ։ Այնպես պատահեց, որ ես ամիսներ շարունակ ստիպված ապրում եմ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Եվ դրա մասին գիտի ԱԱԾ-ի այդ ժամանակվա տնօրենը։ Եվ բազում գործողություններ, այլևս դրա մասին չեմ ուզում խոսել։ Եվ այս ձեռագիրը բնորոշ է, ներհատուկ է հայ քաղաքական որոշ կուսակցությունների եւ գործելավոճի։ Հիմա գիտեք, տեղից վեր կացողը դատապարտում է Փաշինյանին։ Մեկը Բարգավաճի ղեկավարին է ֆինանսապես թեթևացրել եւ անընդհատ ասում են խոսում են մաքրությունից, արդարությունից, խոսում են կենթանիների պաշտպանությունից, բայց իրենց հակազները նվազագույն 5-6 հատ կանադական վագրից մուշտակներ են, չգիտեք, մեկը ասում է մեր քաղաքական առաջնորդը, չգիտեք, այնպիսի արտահայտություններ, ուրեմն առնվազն դրանցից մի քանի 100 հոգի օգտվել են լափամանից, կերակրատաշտից, շատ շատերը մեղմ եմ ասում, միշտ ամսական ստացել են թեավճարներ եւ դրանց սկզբունքայնությունը սա է, բա այսքանից հետո
Երեգել այո, Քոչարյանը հայտարարեց, որ դեռևս շարունակվում է սա, սպասում են նոր բացահայտումներ, նոր ինտրիգներ։ Այսքանից հետո քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները թեկուզ ինքնապարսավելու, թեկուզ ինքնակնադատության ձևով չասեմ, որ այսպիսի բաներ է կատարվել, ես սա չեմ ընդունում, ինչու համար պիտի չասեն։ Ես ուզում եմ ճշտեմ։ Եթե չեք ասում, ուրեմն ակնհայտ է, որ ոչ միայն ձեր նպատակը, այլ նաև ձեր մասնակցությունը։ Ավելին ասեմ, երբ որ տախշոր շարժման, սահմանազատման, սահմանանշման օրերի մենք գտնվում ենք ոսկեպարում, սահմանապաշրջաններում, անկլավային գյուղերում, երբ որ մենք բարձրացանք ոսկեպար, երբ որ ես տեսա ովքեր էին այնտեղ, Կոմայգու պարապ-սարապ թրև եկողները, օրավարձով, հացով յոլա գնացողները, հին զինվորականները, քաղաքական գործիչների մի մաս, որը կարծեք թե արդեն շունչը փչում է գերեզման հասնելու համար, սակայն եկել են հարություն առնեն եւ այլ, ես տեսա, որ սա արդեն գնում է քաղաքական այլ պայքար, զուտ իշխանապողության հարց է բարձրացված։ Խնդիրը սա է, որ ամեն կերպ ջանում են սևացնել, ամեն կերպ փորձում են օր առաջ տապալել օրվա իշխանությանը, բայց ես ուզում եմ ձեզ մի հարց տամ հիմա։ Եթե դուք ասացիք, մատնանշեցիք, որ Թուրքիա այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այս ամենը թեժացավ։ Տեսեք, ծրագրված է եղել Փաշինյանի այցը, աշխատանքային այցը Թուրքիա։ Այցը կատարվել է ոչ թե մայրաքաղաք Անկարա, այլ այցը կատարվել է Ստամբուլ։ Սուլթանների դարավոր պալատը և ոչ թե Անկարա։ Դրա համար կոչում էր աշխատանքային։ Պետական այցի շրջանակներում կարծեմ նա պիտի նաև պսակ դներ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի ուրեմն գերեզմանին, կարծես թե հրաժարվել է եւ այցի հետ կապված ես ունեմ իմ ուրույն պատկերացումները, դե շատ-շատերը ասում են, դե գիտեք Էրդողանը լավ չի դիմավորել, ես չեմ պատկերացնում, Էրդողանը պիտի Փաշինյանն իր գլխին դներ կամ ինչ պիտի աներ եւ արարողակարգային բազում պահեր կային, որ կարելի ասել եղել է նորմալ աշխատանքային հայց։ Քննարկումների հետ կապված որոշ մանրամասներ չենք կարող իմանալ, բայց կարծում եմ քննարկվել է հայ-թուրքական սահմանի բացման, ճանապարհների ապաշրջափակման, տարածաշրջանային անվտանգության խաղաղության խնդիրներ, իմ խորին համոզմամբ այնտեղ նաև խնդիր է դրվել, որ պետք է հարաբերությունները բարելավի Ադրբեջանի հետ։ Առանց դրան դա հնարավոր չէր լինի, որովհետև իսլամական երկրների լիգան դրան անմիջապես, որին տեղեր ունենում զուգահեռ այդ համաժողովը, հայտարարություն է տարածել եւ կարծում եմ սրանք բոլորը միասին շահկապված են եղել։ Իրադարձություններին կհետևենք, պարոն Սաֆարյան, մեզ շատ քիչ ժամանակ մնաց, հաղորդում արդեն ավարտվում է։ Ամեն դեպքում ձերբակալությունների այս շարքը կշարունակվի, թե դրանով կավարտվի, որտեղ հանրության համարել է շատ սա, գիտեք, մարդիկ հուսահատ են լինում, այսքան դավաճանություն, այսքան հայրենիքի հանդեպ նման վերաբերմունք, սա տանում է հոգեբանական։ Այո, ես հիմա պիտի ասեմ հետևյալը, եթե վարչապետը չգնար Թուրքիա, մենք ունենք Ադրբեջանի հետ առայժմ թշնամական հարաբերություններ։ Եթե մենք Թուրքիայի հետ եւս չունենանք հարաբերություններ, հիմա էլ Եվրոմիության ջատագովները, Եվրոմիության ուղին բռնածները Իրանի հանդեպ են շատ դեպքերում զգուշ եւ չափավոր։ Պասիվ ինչ որտեղ։ Այսինքն ինչ է նշանակում։ Մենք միայն Վրաստանով, այն էլ երբ որ գնում է Ռուսաստան, տեսնում ենք ինչ է կատարվում։ Արդեն մեր բեռնատարները։ Ես օրվա մեջ առնվազն մի 10 անգամ, եթե 10 անգամ էլ չէ, ապա շաբաթվա մեջ մի 10 անգամ խոսում եմ մեր նախարարների շատ-շատերի հետ, հատկապես Վրաստանի ճանապարհների անխափան անցման եւ այլ, որոնք բեռնված են կոնյակներով, գյուղատնտեսական, այո, սեզոնային մթերքներով։ Ինչ եք կարծում։ Ինչ պիտի լինի։ Ինչ եք կարծում։ Աստծուն փառք տանք, որ շուտ ավարտվեց կարճաժամկետ պատերազմը, բլիցկրիգը։ Աստծուն փառք տանք, որ Հայաստանը եւ Իրանը ունեն էներգետիկների, վառելիքաէներգետիկ հումքերի ներկրման եւ հնարավորություններ եւ պայմանագրեր։ Ես ընդամենը 1 րոպե պիտի ասեմ իմ լավագույն ընկերներից մեկը, Մկրտչյանը, Կարենը, որը զբաղվում է ասֆալտի այդ նյութի ներկրմամբ, մենաշնորհը իրեն է պատկանում, բայց ազնիվ մրցակցային դաշտում,
Առաջարկություններ ենք առաջարկությունները ներկայացրել մի շարք առաջարկություններ, որը պիտի քննարկվի, քանի որ Իրանը համարվում է ԵԱՏՄ-ի դիտորդի կարգավիճակ ունի, իրանական կողմին եւ հայկական կողմին, որպեսզի քննարկվի Իրանը արդեն առաջարկել է ԵԱՏՄ-ին, որպեսզի մաքսատուրքերից ազատվեն այս ապրանքները եւ ճանապարհավարձը հանվի։ Որոշումները ընդունված է, բայց դեռևս չի կիրառվել։ Սա պիտի պարտադիր կերպով լինի, որովհետեւ եւ ճանապարհաշինարարությունը եւ էներգակիրների ներկրումը Հայաստան մեր համար կարելի ասել ոչ թե թիվ 1 ավելի բարձր ռազմավարական խնդիրներ են։ Եվ պիտի ասեմ, ինչպես այս իրանական ուղղությամբ, այնպես էլ Թուրքիայի ուղղությամբ, ինչքան հնարավոր է, ավելի շատ պիտի ձեռք բերվեն կառուցողական մոտեցումներ։ Ինչ խոսք բոլորս գիտենք, որ դուք լավ գիտեք, որ ես գիտեմ, որ Ադրբեջանը դեռևս չի կարող ընդունել խաղաղության խաչմերուկի, խաղաղության հաստատման եւ անվտանգային համակարգերի ներդրման այն միջազգային չափորոշիչները, որը ներհատուկ է բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Սակայն վստահաբար ասում են, որ Միացյալ Նահանգների քաղաքակառավարությունը, արտաքին գերատեսչությունը, Եվրոմիությունը հստակ կերպով դրել են հարցեր Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման եւ անվտանգային նոր համակարգի, ուրեմն կիրարկելիության խնդիրը։ Ինչու եմ սա այսպես ասում, որովհետև մեր պարսկագետները կամ մեր ռուսամետները գոռում են Իրան, Հայաստան, Ռուսաստան առանց։ Ներողություն եմ խնդրում, քանի որ դուք ձեր խոսքը չեք ավարտել, հարգելի հայրենակիցներ, մենք հիմա դուրս ենք գալիս ABC հեռուստաալիքից, բայց շարունակում ենք մեր զրույցը Patreon-ում, այնպես որ շարունակեք հետևել։ Ձեր խոսքը ավարտեք արդեն։ Մենք կարող ենք ունենալ հրաշալի հարաբերություններ Իրանի հետ, Թուրքիայի հետ կարող ենք հաստատել կառուցողական երկխոսության հիման վրա նոր հարաբերություններ եւ կարող ենք Ռուսաստանի հետ վերստին ճշգրտել մեր վաղվա անելիքը առայժմ որպես ռազմավարական գործընկերոջ, իսկ Մինսկի հետ ինչ պետք է անենք, այսօր արդեն Լուկաշենկոն խոսում էր այդ ԵԱՏՄ։ Ես կարծում եմ, որ Լուկաշենկոն ամբողջ աշխարհի արչև հայ ժողովրդից եւ Հայաստանի կառավարությունից պիտի ծնկաչոք ներողություն խնդրի։ Այլ պարագայում մենք իրավունք չունենք, ես կասեմ, մենք չունենք պետական ինքնասիրություն նրան ներելու համար։ Եվ ամբողջ խնդիրը սա է։ Մենք կարող ենք մեր հարաբերությունները հստակեցնել, բարի դրացիական սարքել մեր հարևանների հետ եւ նաեւ Ռուսաստանի հետ, բայց ես ասում եմ, որ առանց Միացյալ Նահանգների վճռական քաղաքականության եւ ներգործուն ազդեցության մասնակցության, առանց Եվրոմիության, վկան հենց քաղաքացիական դիտորդական խաղաղասիրական առաքելությունն է, այլևս չեմ խոսում դրա օգտակար գործողության գործակցի մասին, անհնարին բան է Հարավային Կովկասում կամ հարավարևելյան Եվրոպայում ունենալ կայուն խաղաղություն եւ անվտանգային հուսալի համակարգերի ներդրում։ Ինչ խոսք։ Դեռևս խախոտ է, դեռևս շատ հեռու է դրան հասնելու համար, բայց ես կարծում եմ արդեն ուրվանկարները միտված են եւ մենք կարծում եմ պիտի գնանք։ Եվ սա է խնդիրը, որ ես մի նախադասություն պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ոլորտում պետք է լինի շատ վճռական։ Եթե հակակոռուպցիոն պայքարում, եթե հակահաբեկչության դեմ պայքարում, եթե արդարադատության ոլորտում, հատկապես դատաիրավական համակարգում, եթե սոցիալական խնդիրներում պիտի ընտրվի երկակի ստանդարտների կիրարկելիության սկզբունքը, այս կառավարությունը անելիք չունի։ 2026 թվականի համապետական ընտրություններն են մոտենում, անդիմությունը ես չեմ պատկերացնում ինչ ճանապարհով պիտի իր տեղը, իր աթոռները ունենա կամ ամրագրի ռեզերվանի ազգային ժողովում, բայց այս ճանապարհը մեր համար կործանարար է։ Քաղաքական դաշտում կարծեք թե մենք արդեն գերի ենք դարձել ինչպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությանը, այնպես էլ այս երկու խմբակցությանը։ Քաղաքական դաշտում կարելի ասել մեղմ ասած այս դերակատարները արդեն մեզ շատ են հոգնեցրել, ոչ միայն հոգնեցրել, այլ կարծեք թե
անլրջությունն է ակնհայտ դառնում, փոխադարձ հայոյախոսությունները եւ կարծեք թե փորձում են երկկողմանի կերպով մեր ժողովրդին զոմբիացնել, մանկուրտացնել։ Ես կարծում եմ սա անթույլատրելի է։ Մեր ժողովուրդը հստակ կերպով գիտակցելով, որ վաղվա օրը հղի է վտանգներով, վկան հենց այս օրերին տեղի ունեցող այս իրավիճակն է, խառնաշփոթ, հաբեկչական գործողությունները կամ այս ծրագրերի բացահայտումը, եւ ես կարծում եմ մենք 2026 թվականին պիտի գնանք համապետական ընտրությունների մերժելով ամեն մի բացասականը։ Ասել, որ քաղաքական դաշտում այլ խաղացողներ չկան, կտրականապես դեմ եմ, առայժմ անուններ չեմ ուզում տալ, աշնանը անպայման ավելի կհստակեցի քաղաքական դաշտի ներկապնակը, քաղաքական դաշտի ուրվանկարները եւ հենց հիմա քաղաքական դաշտում հրաշալի անունը բոլորի հետ էլ կապի մեջ ենք։ Եվ կարծում եմ, որ այսօրվա կառավարությունն էլ պիտի շատ բան հաշվի առնի, շատ բաներ պիտի հաշվի առնի, որովհետև մենք տեսնում ենք, որ ձախողումներ իրար հետևից, ձախողումներ կադրային քաղաքականության մեջ, ձախողումներ հակակոռուպցիոն քաղաքականության մեջ, ձախողումներ սոցիալական արդարության ոլորտում, ձախողումներ նույնիսկ եթե կուզենաք իմանալ բառամթերքի էտիկետի պետական գործչի պահվածքների մեջ, փոխադարձ հարձակումների անթույլատրելիության սահմանի հատում բազմաթիվ անգամներ եւ այս ամենը կարծեք թե լավ բան չի խոստանում, մեզ լավ տեղ չի տանելու։ Այս է իմ ասածս, ես ինչու եմ վերջին նախադասություններս ասում ավելի շատ հորդորի, բարի կամեցողությունների եւ ցանկությունների, ուրեմն ձևաչափով եմ սա ասում, որովհետեւ ցանկացած բանական հայի ցանկացած հայեցի կերպով մտածող մարդու համար, առավել ևս մտավորականի համար, Հայաստանի պետականության շահը, Հայաստանի անկախությունը ամեն ինչից վեր է։ Դա այլընտրանք չունի։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան, հետևենք զարգացումներին։ Կարծում եմ հաջորդ շաբաթ կամ մի քանի օրից նորից իրադարձությունները այնպես կընթանան, որ մենք ասելիք հաստատ կունենանք։ Սիրով, ես եմ շնորհակալ։ Այսօր այսքանով հարգելի հայրենակիցներ ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։